Բարև ձեզ, այսօր տաղավարում հյուրընկալել ենք առողջության իրավունք հասարակական կազմակերպության տնօրեն Անուշ Պողոսյանին։ Բարև ձեզ, Տիկին Պողոսյան։ Տիկին Պողոսյան, շատ կտրուկ փոփոխություններ ենք նկատում առողջապահական համակարգում, գրեթե ամեն ամիս նոր օպտիմալացման, նոր փոփոխության մասին ենք լսում։ Դուք որպես ոլորտի հնաբնակ, ինչպես կգնահատեք այս փոփոխությունները ձեր օբյեկտիվ վերլուծությամբ, դրանք որքանով է ճիշտ, օրինակ մարզում ամբուլատոր ծառայությունների վերացումը, ինչն ի դեպ նոր էր եւ մարզում բնակչության բուժօգնություն հասանելիության խնդիր կա եւ հիվանդանոցների ղեկավարների նշանակման կարգի փոփոխությունը։ Այո, դուք շատ ճիշտ գնահատեցիք, շատ արագ, անհասկանալի, մեկը մեկին հաջորդող փոփոխություններ է արվում առողջապահության նախարարությունից, մինչև փորձում ենք մի փոփոխության արձագանքենք, այսպես ասած, ասենք փոփոխության բացերը, մեկ էլ գալիս է մեկ այլ փոփոխություն, ինչ վերաբերվում է օպտիմալացմանը, օպտիմալացումները անում են ամենուր, բոլոր ծառայություններում եւ ամենակարևոր օպտիմալացման ծրագրերից մեկը, որը որ դեռ կանգնացրել են, դա գյուղական ամբուլատորիաների օպտիմալացման ծրագիրն էր։ Ինչ էին ուզում անել, ուզում էին օպտիմալացնել, միացնել 4-5 ամբուլատորիաներ, սարքել, այսպես ասած, իրենք ձևակերպում էին փնջերի, որը կղեկավարեն ոչ բժշկական կրթություն ունեցող կամ բժշկական կրթություն ունեցող որևէ մի անձ, որը որ կունենա մենեջմենտի հետ կապված կրթություն եւ դրա հետ կապված նաեւ տնօրենի կարգի եւ այլի փոփոխություն էին անում։ Բայց քանի որ շատ երկար մենք քննարկեցինք այդ հարցը, որ քաղաքացու համար, բնակչի համար լինելու են խոչընդոտներ, այսինքն ամբողջ աշխարհում ընդունված այդ ԱՊՀ գոհունակության ցուցանիշը, որը ձևավորվում է ոտքով իրեն ամբուլատորիա հասնելու դեպքում չենք ունենալու մենք, որովհետև դեպքեր են լինում, որ մի գյուղը մյուս գյուղից, որտեղ որ կամ շրջկենտրոնից շուրջ 30-40 կիլոմետր հեռավորության վրա է լինում։ Եվ դրա հետ մեկտեղ այս պահին ինչ որ կանգնել է process-ը, փորձում են հասկանալ ինչ լուծումներ գտնել։ Մյուս խնդիրը, որ էլի օպտիմալացման բերեցին շատ թարմեր, դա դիահերձարանների հետ կապված, երբ որ նախարարը հայտարարեց, որ պարտադիր չի բոլոր տեղերում ունենալ դիահերձարան, մենք տրանսպորտի ծախսերն ենք հոգում։ Ինչ է կատարվում այս պահին այդ ոլորտում, այո, վերջի մի քանի ամիսն են այդ լուծումը տվել, մինչև այդ լուծումներ չի եղել։ Դիակի տեղափոխումը կատարում են անվճար, այսինքն կատարում է տվյալ տարածաշրջանի շտապօգնության մեքենան։ Այս տեղափոխման հետ կապված այսպիսի խնդիրներ ունենք։ Սանիտարը համաճարակային նորմերի խախտումը, որովհետև այդ մարզերում, այդ բժշկական կենտրոնները, որոնք դիակ են տեղափոխում, չունեն այդքան ավտոպարկում ռեսուրսներ, ավտոպարկը հնացած է, որի արդյունքում հաճախ լինում է, որ երկար ճանապարհ գնալիս նույն շտապօգնության մեքենան դիակ է տեղափոխում, հետո վերադառնում է եւ այդ շտապօգնության մեքենան կատարում է հիվանդների տեղափոխում, ինչը խնդիրներ է առաջացնում սանիտարահամաճարակային տեսանկյունից։ Եվ այստեղ ամենակարևոր խնդիրը դիակին բերում են, օրինակ, Վարդենիսից Մարտունի, կատարում են դիահերձումը, բոլոր դիակներին, որպիսի տեղափոխեն, լինում է քննիչի որոշումով, որովհետև ըստ ընթացակարգերի դիակի տեղափոխման համար պետք է լինի դատա բժշկական փորձաքննության որոշում։ Այսինքն հավելյալ վճարներ են առաջացնում եւ պետության համար, եւ հավելյալ քննչական կոմիտեում ծառաբեռնված իրավիճակ են ստեղծում։ Այսինքն քննիչը պետք է որոշում կայացվի, քննչական գործ ստեղծվի, այնուհետև դա կարճ հանցակազմի բացակայությունով եւ այլն։ Եվ այդ դիակը, որ հերձում են, վերադարձնելը այլևս նախարարությունը ոչինչ չի անում։ Ստիպված մինչև 70 կիլոմետր, որովհետև գյուղեր կան մինչև 70 կիլոմետր հեռավորության վրա են։
այդ դիակի տեղափոխումը մնում է հարազատների ֆինանսական ծախսերի վրա։ Տիկին Պողոսյան, օրինակ հեռավոր գյուղերում, ենթադրենք Սյունիքի որևէ գյուղում, որտեղ մենք ունենք նաև ռելիեֆի խնդիր, տեղանքը քարքարոտ է, բնականաբար միտեղ բարձրանում, միտեղ իջնում են։ Տեխնիկապես հնարավոր է դիակը վերցնել եւ այդ հեռավոր գյուղից տեղափոխել մինչև մարզկենտրոն։ Ստիպված են անում դա, որովհետև շատ դեպքերում նայեք, մահվան վկայականի տրամադրման համար պետքա երկու ընթացակարգ լինի, կամ բժշկական լիցենզավորված հաստատությունում կատարվի դիահերձում, կամ պետք է փաստվի, որ տվյալ մահվան մեջ չկա որևէ քրեական եւ այլ ենթատեքստ, որի արդյունքում տվյալ տարածաշրջանի ամբուլատորիայի տնօրենը եւ բուժող բժիշկը, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի, այսպես ասած, հավաստիացմամբ տրվի մահը արձանագրող փաստաթուղթը, հա, բայց այստեղ շատ խնդիրներ կան։ Մենք մի կողմից օպտիմալացնում ենք ամբուլատորիաները, այսինքն հասանելի չենք դարձնում այդ ծառայությունը, մյուս կողմից ասում ենք, որ պետքա հերձումները կազմակերպելու համար ձեր ասած այդ վատ ճանապարհներով ավելին ասեմ, բացի այդ քարքարոտ եւ այլն ռելիեֆի խնդիրը, մենք ունենք տարածաշրջաններ, որտեղ ամիսներով, ձմռան ամիսներին ճանապարհը փակ է լինում ձնաբքի եւ այլի պատճառով։ Մյուս կողմից էլ մենք այդպիսի բան ենք անում, ստիպված, շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում ձեռք բերել այդ մահվան վկայականը, դիմում են դատարաններ եւ այսինքն ավել խնդիր ենք առաջացնում բնակչությանը։ Եվ խոսել, որ դա բարեփոխում է, ես կարծում եմ այդքան էլ լուրջ չի։ Բարեփոխումների համատեքստում այժմ նաև հիվանդանոցները պետք է ենթարկվեն անմիջապես նախարարին, շեշտենք ոչ թե նախարարությանը, այլև նախարարին։ Այս ամեն ինչ նպատակով է անում, առջևում ընտրություններն են, միգուցե փորձում են մարզերում իրենց դիրքը ամրապնդել։ Ճիշտն ասած, կես լուրջ, կես կատակ ժամանակին ես ասել եմ, որ կարելի է առողջապահության նախարարության անունը փոխել գլխավոր բժիշկների նախարարություն, որովհետև այո դա ենք ունենում, բայց այս հարցը երկու կողմից, այսպես ասած, պրոբլեմատիկ հարց է։ Անկեղծ ձեզ ասեմ, ես այս պահին չեմ կարող գնահատականը տալ։ Նախարարը ճիշտ է արել, թե սխալ, որովհետև գուցեև ճիշտ է արել, որովհետև մարզերում մենք ունենք առողջապահական խայտառակ կառավարում, որի արդյունքում առողջապահական համակարգի կործանում։ Իդեալական օրինակը, որ ես այսօր բերում եւ այսօր առավոտյան ամբողջ առավոտյան ես դրան մասին խոսել եմ, դա տնօրենների մրցույթի հետ կապված խնդիրներն են։ Բերեմ ձեզ օրինակը, հենց այսօրվա օրինակներից մեկը, դա Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթի օրինակն է։ Մի քիչ ավելի վաղ իրադարձություններից խոսեմ։ Վարչապետը գնում է, բացում է Մարտունու բժշկական կենտրոնը, նախարարը հավաստիացնում է, որ այո, պարոն վարչապետ, ընդամենը մնացել է ռենտգեն ապարատի տեղադրումը, 10 օրվա ընթացքում մենք բացվում ենք։ Դրանից հետո 2 ամսից ավել այդ հիվանդանոցը չի բացվում, որովհետև բազմաթիվ շինարարական խնդիրներ կային, եւ այդ խնդիրները երբ որ բարձրաձայնվում է իմ կողմից, վարչապետը խիստ հանձնարարականներ է տալիս պատժել մեղավորներին, որի արդյունքում փոխնախարարին, ծիգի ղեկավարին ազատում են աշխատանքից եւ նաեւ հորդորում են իրեն դիմումի համաձայն, որպեսզի Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը ազատվի։ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը իր դիմումի համաձայն ազատվում է, 1 ժամ հետո նորից դիմում է գրում, ասում է խնդրեմ եմ ինձ ընդունեք աշխատանքի։ Այսինքն նրա ազատումը վատ աշխատանքի արդյունքում տևում է ընդամենը 1 ժամ։ Եվ արդեն 1 տարի 2 ամիս փորձում են այս մարդուն տնօրեն դարձնեն։ Ուրիշ հերոս չունենք այդ մարզում, հա։ Եվ ինչա ստացվում։ Բերում են այս մարդուն տնօրեն, առաջի 2 մրցույթներին չի հաղթարում, թե չի ասում, արդեն 3-րդ մրցույթից ես որպես դիտորդ միանում եմ մրցույթային հանձնաժողովին։
Անցած մրցույթին պարզվում է, որ այս մարդը մասնագիտական ստաժ չունի եւ 7 կողմ քվեարկությամբ, այսինքն մարզպետարանը եւ առողջապահության նախարարության պաշտոնյաները փաստում են, որ այս մարդը չունի մասնագիտական ստաժ եւ թույլ չեն տալիս մրցույթին։ Դրանից հետո նորից մրցույթ են հայտարարում, բայց ամենակարևորը միշտ ինքը մնում է ժամանակավոր պաշտոնակատար, խախտելով տարբեր օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերը։ Այնուհետև վերջի մրցույթի ժամանակ նախարարությունից գալիս են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք որ բերում են սոցիալ նախարարության փաստաթուղթը, ձեռքները գալիս են, ասում են, որ այս մարդը չունի մասնագիտական ստաժ, բայց քանի որ մարզպետարանի 4 ներկայացուցիչները պնդում են, որ մենք կողմ ենք քվեարկում, նա պետք է մասնակցի այդ մրցույթին, 4 կողմ, 3 դեմ քվեարկությամբ թույլ են տալիս այս մարդուն, որպեսզի մասնակցի մրցույթին։ Մրցույթը չի հաղթահարում, որովհետև ունենում է լուրջ մասնագիտական խնդիրներ։ Զարգացման ծրագրին բացառապես չէր տիրապետում, օրինակ, էլեկտրասրտագրությունը եւ էլեկտրոենցեֆալոգրաման այս մարդը համարում էր հարբժշկական ծառայություն։ Տիկին Պողոսյան, իսկ փորձել եք հասկանալ շահագրգռվածությունը ինչ է։ Ասեմ, այս ամեն ինչի ֆոնի վրա չի հաղթահարում մրցույթը, առողջապահության պրոֆեսիոնալ վարչության պետերը ցածր են գնահատում այն տեսլականը, որը որ պետք է այդ հիվանդանոցը այս մարդը զարգացնի։ Որի արդյունքում բողոքարկման արդյունք են անում, ինչ են անում, ես չգիտեմ, այսօր այդ մարդը նշանակվել է։ Դեռ հրամանը չեն հրապարակել, բայց իմ տեղեկատվությամբ 5 տարով նորից նշանակվել է տնօրեն։ Այդ հարցերը ինչումն է շահագրգռվածությունը, պետք է պետական ուժային կառույցները, օրինակ, ազգային անվտանգությունը, դատախազությունը, վարչապետը, առողջապահության նախարարությունը, պետական վերահսկողական ծառայությունը, այդ հարցերը պետք է տան Գեղարքունիքի մարզպետին, այդ մարդուն, ասեն, ինչումն է Գեղարքունիքի մարզպետ, քո շահագրգռվածությունը, որ դու այսքան օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերը խախտելով, ել չեմ ասում, ամբողջ այդ ամեն ինչը կոծկելով, նորից այս մարդուն նշանակում ես մի բժշկական կենտրոնի տնօրեն, որը որ սպասարկում է բավականին մեծ քանակությամբ շուրջ 90,000 բնակչություն։ Էհա, որը տենց է, եկեք խոստովանենք, հարգելի կառավարություն, որ այլևս այս մրցույթները ձևական բնույթ են կրում, հանեք այս մրցույթները, մի ավել ռեսուրսներ ծախսեք այս մրցույթների համար, ումը ուզում եք նշանակեք, քանի դեռ կարող եք։ Այսպես։ Տիկին Պողոսյան, քանի որ խոսեցինք հիվանդանոցների տնօրենների մասին, դուք ձեր սոցիալական ցանցի էջերում բարձրաձայնել եք մի խնդիր, որ հիվանդանոցներում գումար է հավաքվում նվիրատվության անվան տակ, ընդ որում բավականին մեծ գումարի մասին էր խոսքը։ Իսկ ուսումնասիրել եք ում են ուղղվում այս գումարները, քանի որ ինչ չափերի են հասնում դրանք, քանի որ անհնար էր այս ամեն ինչը կազմակերպել առանց առողջապահության նախարարի իմացության։ Այո։ Ուրեմն գումարները իրականում մեծ չափերի են, միլիարդ անցնող, հա, այդ մասին առաջիններից, որ մենք բարձրաձայնել ենք եւ ի պատիվ պետական վերահսկողական ծառայությանը ականջալուր եղավ այդ խախտումներին եւ գնացին եւ տեղում հայտնաբերեցին այդ donation ծրագիրը, որովհետև մեր համար շատ անհասկանալի էր ինչպես է դա կատարվում, որովհետև երբ որ քաղաքացին, որը որ օրինակ պետպատվերի շրջանակներում պետք է ստանար ծննդօգնություն, հա, ծառայություն, քաղաքացին պնդում էր, ասում էր օրինական գնացել եմ կասայում վճարում եմ արել, եւ հետո պարզվեց, որ հիվանդանոցի հաշվին վճարումներ ա կատարվել, եւ այդ վճարումները հարկվել են եւ բժշկին այսինքն սև կասան, կաշառքը օրինականացնող մեխանիզմ են գտել։ Ինչ է ստացվում։ Մենք մարդուն ասում ենք, մենք մոտիվացնում ենք ծննդօգնությունը, որովհետև այս տարի մենք բավականին մեծ տարի վրա ծնելիությունը պակասում է։ Մենք ասում ենք, որ ամեն ինչ անվճար ենք անում, դա մի գործիք է ծնելիության խթանման։ Բայց ինչ է ստացվում։ Մարդը գնում է, մի հատ պետությունից են այդ փողը վերցնում, որովհետև ինչ որ մեկը վճարում է, հա, դրա համար։ Պետությունը փողը փոխանցում է տվյալ
հիվանդանոցին, մի հատ է քաղաքացին է վճարում, որ այդ տվյալ հիվանդանոցի, այսինքն այդ բժիշկները ստանում են եւ հիվանդանոցը եւ պետությունից գումար եւ մի հատ է քաղաքացուց գումար։ Ու դրա անունը դրել են նվիրատվություն։ Ես ընդունում եմ, որ նվիրատվություն կարող լինի մեկ քաղաքացու կողմից, երեքի կողմից, բայց երբ որ համատարած բոլորից այդ գումարը հավաքվում է, դա նվիրատվություն չի։ Ավելին ասեմ, օնկոլոգիական կենտրոնում, Ֆանարջյանի անվան, նույն մեխանիզմը գործել էր։ Հիմա ինձ պետք է ապացուցեն, որ ուռուցքով հիվանդ մարդիկ, չարորակ ուռուցքով հիվանդ մարդիկ, իրանց տները տեղը ծախում են, որպեսզի դեղորայք առնեն, բուժման ծախսանեն, ու իրանք այդպես խիստ ցանկություն ունեին նաև անելու հիմնարկի նվիրատվություններ։ Չկա այդպիսի բան։ Սա պարզապես քաղաքացիներին օրինական թալանելու մի մեխանիզմ էր, որը հայտնաբերվեց, ելի եմ ասում, ի շնորհ պետական վերահսկողական ծառայության եւ կարծում եմ պետքա սրա համար լինի ոչ միայն քաղաքացիներին գումարի վերադարձը, այլ նաեւ պետքա լինի իրավական գնահատականներ։ Հիվանդանոցի տնօրենները չեն բարձրաձայնել այս մասին, քանի որ բնականաբար իրենք էլ ենթադրում են, որ մի օր հնարավոր է հենց իրենք պատասխան տան սրա համար։ Հիվանդանոցի այն տնօրենները, որոնք ունեցել են իրավագիտակցություն, դա չեն արել։ Օրինակ, եթե վերցնենք տարածաշրջանը, մի տարածաշրջանում 2 հիվանդանոց արել է, 3-ը չեն արել։ Այսինքն այն տնօրենները, որոնք ունեցել են իրավագիտակցություն, հասկացել են, կամ այն բժիշկները, որոնք որ հասկացել են, որ սա չպետք է արվի, նրանք չեն արել։ Եթե վերցնենք անգամ հիվանդանոցի բժիշկներին, նույն բաժանմունքում 5 բժիշկից 3-ը արել են, 2-ը չեն արել։ Տիկին Պողոսյան, գիտեմ, որ դիմել եք ՊՎԾ պետին, նա իր արժեվ դրված խնդիրը լիարժեք կատարեց։ Կարծում եմ այո, նա տրվել է գնահատական, տվել է հանձնարարական, իսկ մնացած խնդիրը արդեն իրավապահների դաշտում է, որովհետև պետական վերահսկողական ծառայությունը իր մշտադիտարկումը արել է եւ գնահատականները հանրային տվել է։ Եվ մի վերջին հարց, ինչ է կատարվում Արտաշատ ԲԿ-ում։ Արտաշատ ԲԿ-ում փոխեցին տնօրենին, շատ երկար մենք խոսում էինք դրա մասին, էլի այդ խնդիրների բարձրաձայնումը առաջինը կատարվել է առողջության իրավունք հասարակական կազմակերպության կողմից, պետությունը բյուջեից գումար տրամադրեց այդ պարտքերը փակելու համար ու դրանից հետո ոչ մի տեղեկատվություն այլևս չունենք ինչ է կատարվում։ Կա հարուցված քրեական գործ իմ տեղեկատվությամբ, գիտեմ, որ պետական վերահսկողական ծառայությունը եւս այնտեղ բավականին մեծ գումարների չարաշահումներ է տեսել, կարծում եմ կտեղեկանանք նաև իրավական գնահատականների հետ կապված։ Շնորհակալ եմ Տիկին Պողոսյան հետաքրքիր համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր առողջապահության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը։